Հոսանքի թանկացման դեմ ձևավորված այս շարժումը ինչպես կգնահատեք եւ կարծում եք ինչ տվեց այն։ Չեմ կարող ասեմ ինչ տվեց, բայց որ ժողովուրդը ամենայն դեպս ճիշտ պատճառով էր ելել ոտի, կարծում եմ դա բոլորիս անհանգստացնող հարց է։ Չի մարում, երբեք եթե մարի նշանակում որ մեր ժողովուրդը էլ գոյություն չունի։ Մեր մեջ իրավունք չունի մարելու։ Դե որ պայքարում են լավ է, բայց ինչ ազդեցություն ունեցավ չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Իսկ արդյունքները այնուամենայնիվ ձեր կարծիքով գրանցվեցին դրական։ Իհարկե գրանցվեցին։ Օրինակ կոնկրետ ջուրը ուզեցել էին թանկացնել, այս երևույթները լսելով ֆրանսիացիները ավելի մեղմ են վարվել, ասել են պետք չէ։ Ձեր կարծիքով շարժումը արդյոք մարել է եւ որևէ սոցիալական խնդրով անձամբ դուք դուրս կգաք պայքարելու։ Չէ, շարժումը չի կարող մարել, այդ հանգիստ վիճակի մեջ է, որտեղ տեսնեն հետագա կառավարությունը ինչ որոշումներ կընդունի, իրենք հետագա հաստատ ճիշտ կանեն, որտեղ այդ բոլորը կապմատեղ, ոչ քաղաքականությունա, ոչ կուսակցական, ոչ սոցիալական հարցը պետք է ճիշտ նորմալ լուծվի։ Դեռ ազդեցություն պետք է ունենա, առայժմ ազդեցությունը այդքան էլ մեծ չի, բայց ամեն դեպքում կարելի է դրական գնահատել։ Ձեր կարծիքով այս շարժումը մարել է հիմա։ Իհարկե ոչ։ Իսկ որևէ սոցիալական խնդրով պայմանավորված կամ եթե հոսանքի գինը թանկացավ, դուք անձամբ դուրս կգաք բողոքի մասնակցելու որևէ ակցիայի։ Այո, իհարկե։ Ես դուրս եկել եմ արդեն։ Իմ կարծիքով դրական ազդեցություն ունեցավ որոշակի փոփոխությունների, այսինքն ժողովրդի ձայնը լսել տվեցին, մնացածը հետագայում կտեսնենք։ Իսկ մարել է շարժումը։ Կարծում եմ, որ մարել է, բայց պատրաստակամություն կա։ Ձեր կարծիքով կշարունակվի։ Անպայման, համոզված եմ։ Իսկ ինչ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն ունեցավ։ Վերջապես իշխանությունը պետք է հասկանա, որ իրանք չեն մենակ այս պետության մեջ։ Ժողովուրդը եթե ասում է չէ, ուրեմն չէ պետք է լինի։ Իրանք փողուտում գցում են ժողովրդի վրա, լավ գործ է։ Հա։ Գեր խմի ծախս ուրիշ անի։ Շարժումը փորձ է քաղաքացիական հասարակություն ձևավորելու։ Ի վերջո պետք է դրան գնանք, որ հասարակությունը հասկանա, որ իր ձեռքում որոշակի լծակ ունի եւ կարող է ինչ-որ բան երկրի կյանքում փոխել։ Վերջապես մենք ենք, չէ՞, այս երկրի տերը։ Ձեր կարծիքով մարել է արդյոք շարժումը։ Չեմ կարծում, շարժումը չեմ կարծում, թե մարել է։ Ուղղակի էլի, քանի որ մենք հին ազգ ենք, մենք դժվար ենք միավորվում ենք այն ամենակրիտիկական ճգնաժամային պահին։ Մարդիկ այդքան երեխեքը տանջվեցին, երիտասարդությունը բոլորը, բայց ոչ մի արդյունք չեմ սպասում, ոչ մի ակնկալիքներ չունեմ։ Ձեր կարծիքով այսքանով ավարտվեց, այդ շարժումը մարեց։ Չէ, շարժումը չի մարի։ Դուրս կգա։ Մի բան կլինի երևի դեպի լավը։ Կասկածում եմ, որ նպատակին հասան, որովհետև մենակ ետասարցիան կանելը քիչ էր, պիտի ամբողջ ժողովուրդը կաներ, ամբողջ հանրապետությունով մեկ։ Ոնց որ տվեց իր արդյունքները, չնայած մեր ժամանակակից երիտասարդությունը շատ ակտիվ է նման հարցերում եւ իրավունքներին տեր է կանգնում։ Մնացածը հետագան ցույց կտա։ Այսինքն շարժումը ձեր կարծիքով չմարել։ Իմ կարծիքով մարել է արդեն։ Ոչ թե շարժումն է մարել, երևի ավելի շատ ժողովուրդն է արդեն մարել, չգիտեմ ինչից։ Չեմ կարող ասեմ, էլի։ Եթե հոսանքը թանկանա է ձեր կարծիքով։ Շատ կարևոր կլինի, մենակ հոսանքը չի։ Անպայման, բայց եթե թանկանա ամեն ինչն է թանկանալու, մենակ հոսանքով չի։ Ամեն շարժում իր դրական ելքը կունենա։ Իսկ որևէ սոցիալական խնդրով պայմանավորված անձամբ դուք դուրս կգաք բողոքել։ Ես առաջի օրից դուրս եմ եղել եւ եղել եմ առաջի շարքերում։ Այսինքն կրկին չեք հիասթափվել։ Չէ, պայքարը միշտ դրական է։ Անհույս էր։ Իմ կարծիքով անհույս էր։ Այսինքն ոչ մի դրական բան չգրանցվեց դրանով։ Չեմ էլ կարծում, որ կգրանցվի։ Եթե մեր իշխանությունը մի բան մտածել է, ուրեմն անպայման կատարկացի։ Ես չեմ կարծում, որ կարենանք մենք ժողովուրդս հասարակ քաղաքացիներ ինչ-որ մի կերպ ազդել դրա վրա։ Կարծում եմ, որ շարժումը իր կուլմինացիայից իջնում է, բայց չի բացառում, որ վերականգնվի։ Չի ասի թե մարել է, դեռ շարժումը իրան դրսևորելու է ցույց է տալու։ Եթե հոսանքը թանկացավ կամ այլ սոցիալական խնդրով դուք դուրս կգաք բողոք։ Իհարկե։
դուրս չի գա մենակ այն մարդը, որը լրացուցիչ եկամուտներ ունի ու իր համար դա ոչ մի բան է։ Իսկ ինչ ընդհանուր առմամբ ազդեցություն ունեցավ։ Գոնե ինչ որտեղ ձևավորվեց մի բան, որ այս ազգի լրիվ չի մեռել։